Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հովսեփը սպասեց, անցավ մեկ շաբաթ, երկու շաբաթ, մեկ ամիս, երկու ամիս, ժամանակն անցնում էր և Հովսեփը մտածեց. Ես մեղավոր չեմ, բայց ահա բանտում եմ, ինչու ինձ այստեղից ոչ ոք չի հանում։ Բանտարկյալներից մեկը, ով ազատ էր արձակվել, խոստացել էր, որ փարավոնի հետ կխոսի նրա մասին, սակայն նա մոռացավ Հովսեփի մասին։ Անցավ երկու երկար տարի, բայց կար մեկը, ով չէր մոռացել Հովսեփի մասին՝ Աստված։ Աստված խոստացել էր, որ նա մեծ կառավարիչ է դառնալու։ Աստված կատարելու էր իր խոստումը իր ժամանակին։ Մի օր փարավոնը երազ տեսավ, սակայն ոչ ոք չէր կարողանում ասել, թե ինչ է նշանակում նրա երազը։ Նա շատ տխուր էր և մատրվակը, ով սպասավորում էր փարավոնին, մի բան հիշեց. Ես գիտեմ մեկին, ով կարող է մեկնել քո երազները։ Հովսեփը։ Նա բանտում է, բայց անմեղ է։ Ես մոռացել էի նրա մասին։ Նրան անմիջապես ինձ մոտ բերեք։ Փարավոնի հրամանը կատարված էր։ Հովսեփը գնաց Եգիպտոսի կառավարիչի մոտ և գլուխ խոնարհեց նրա առաջ։ Լսել եմ, որ կարողանում ես երազներ մեկնել։ Մեծազոր փարավոն, ես չեմ կարող, բայց Աստված կարող է։ Ես երազումս տեսա, որ կանգնած էի Նեղոս գետի մոտ։ 7 գեր կովեր դուրս եկան ջրից, սակայն նրանց ուրիշ 7 նիհար կովեր կերան։ Ապա երազումս տեսա, թե մի ցողունի վրա 7 պարարտ ու ընտիր հասկեր կային։ Եվ ահա նրանց ետևից 7 բարակ հասկեր բուսեցին, և այդ հասկերը կուլ տվեցին այն ընտիր հասկերը։ Ինչ է սա նշանակում, կարող ես ասել։ Աստված քեզ ասել է, որ 7 առատ տարիներ են սպասվում։ Լավ բերք է սպասվում Եգիպտոսում, սակայն հետո 7 տարի սով է հաջորդելու։ Ոչինչ չի աճելու, սա միանշանակ անցնելու է։ Լավագույն բանը, որ պետք է արվի, դա մի իմաստուն մարդ գտնելն է, ով կկարողանա 7 առատության տարիներին բավարար բերք հավաքել, որ մարդիկ սովի 7 տարիներին սովից չմահանան։ Այս գաղափարը համոզեց փարավոնին։ Հովսեփ, դու ես այդ մարդը, Աստված քեզ հետ է։ Ես քեզ իմ օգնական եմ նշանակում։ Եգիպտոսում բոլորը պետք է հնազանդվեն քեզ։ Ահա այսպես Հովսեփը դարձավ երկրի երկրորդ կարևորագույն մարդը։ Նա դժվարանում էր հավատալ դրան։ Աստված չէր մոռացել նրան, նույնիսկ եթե այդպես էր թվում։ Նրա եղբայրներն ատում էին նրան, նա վաճառվեց որպես ստրուկ, ապա նրան բանտը գցեցին, սակայն նա անմեղ էր։ Ես հաշվարկեցի և հասկացա, որ Հովսեփը 10 ծանր տարիներ է ունեցել։ Սա պետք է որ խրախուսի։ Աստված ոչ ոքի չի մոռանում, անգամ քեզ չի մոռանում։ Հավատա նրան և վստահիր քո կյանքը նրան։ Դու կզարմանաս իմանալով, թե Աստված ինչ արեց Հովսեփի շնորհիվ։ Դրա համար էլ անպայման լսիր մեր հաջորդ թողարկումը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIGmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։